որ բոլորս նորից այսօր հավաքվել ենք այստեղ։ Եվ ինչպես եւ բոլոր դասերը այսօրվա դասն է շատ հետաքրքիր է եւ շատ է օգնում մեզ ամեն հարցում։ Եթե ուզում ենք դաստիարակվել տարբեր մեր կյանքի հարցերում, հերիք է որ Աստվածաշունչը վերցնենք կարդանք եւ շատ մեծ դասեր կսովորենք, որ մեզ օգուտ է տալի մեր առօրյա կյանքում։ Եվ այսօրվա դասը կոչվում է Հովսեփը, երազների վարպետը։ Ուրեմն Հովսեփը ով էր, Հակոբի ամենասիրելի որդին, ինչի էր ամենասիրելին, որովհետև իր սիրելի կնոջից էր, Ռաքելի առաջնեկն էր, եւ ինքը շատ հատուկ սիրով էր սիրում իրան։ Եվ այդ հիշելու համար նա Ծննդոց 37:19 եւ միմյանց ասացին. ահա գալիս է այն երազ տեսնողը։ Ուրեմն մենք գիտենք, որ երբ որ մարդիկ ընտանիքներ են կազմում, երեխաներ ունենում, շատ խնդիրներ առաջանում, մանավանդ երբ որ երեխա են ունենում։ Մանավանդ երբ որ երկրորդ, երրորդ, չորրորդ երեխան են բերում, ի՞նչ է կատարվում։ Սկսում է մրցում երեխաների միջև, որովհետև երեխաները կարող են նկատել, որ ծնողները մեկին ավելի շատ են սիրում, քան թե մյուսին։ Եվ եթե կարդանք Ծննդոց 37:1-11 համարները, Ծննդոց 37:1-11 Հակոբ իր հորը պանդղծացած երկրին Քանանի մեջ բնակվեցավ, ասոնք են Հակոբի սերունդները, Հովսեփը 17 տարեկան էր, երբ իր եղբայրներուն հետ հոտերը կարածեր, եւ պատանին լալով իր հորը կիներուն Բաղ հայրորդիներուն հետ ու Զև հայրորդիներուն հետ էր։ Հովսեփ անոնց Շալուրը անոնց հորը կբերեր, Իսրայել իր բոլոր որդիներեն ավելի կսիրեր Հովսեփը, քանզի իր ծերությանը որդին էր անիկա եւ բազմագույն պատմուճան մշինեց անոր։ Այսինքն ավելի ուշ էր ծնվել, քան թե մյուս որդիները, որտեղ Ռաքելը երկար ժամանակ երեխա չէր կարողանում ունենալ։ Անոր եղբայրները տեսնելով, որ իրենց հայրը Զանիկա իր բոլոր եղբայրներեն ավելի կսիրեր, ատեցին Զանիկա ու խաղաղությամբ չէին կրնար խոսիլ անոր հետ։ Այս համարները ինչքան մեծ դաս է, չէ՞ մեր համար։ Աստված, գիտեք, մենք էլ Աստծո զավակներ ենք, բայց Աստված ունի սիրած եւ չսիրած զավակներ։ Չունի։ Բոլորին ինքը հավասարապես սիրում է, եւ էսի մեծ դաս է մեր համար, հիմա ինչի է այս պատմությունը ստեղ տեղադրված, որ մենք կարդանք եւ մեր համար դաս լինի, որ ինչքան վատ հետևանքներ է ունենում, երբ որ մենք գերադասում ենք, ավելի շատ սիրում ենք մեկին, քան թե մյուսին։ Շատ մարդիկ կարդում են Աստվածաշունչը եւ կարդում են, ով որ գրած է Հակոբը նահապետ էր։ Եվ եթե ինքը մեկին ավելի շատ սիրեց, քան թե մյուսին, ուրեմն մենք էլ իրավունք ունենք։ Եթե Դավիթը շնություն արեց, ուրեմն մենք էլ իրավունք ունենք։ Եթե էսի չէ, բայց ինչի է գրված Աստվածաշունչում, որ մենք դաս հետևանքներն էլ է գրած, թե դրա հետևանքը ինչ է լինում։ Նույնիսկ Աստվածաշունչը չկարդանք, մեր կյանքում էլ որ հետևենք, ճիշտ է, մի քիչ տարիներ է տևում, այս տարիներ հետո այդ հետևանքները դուրս է գալի եւ մենք չենք իմանում ինչ անենք այդ խնդրի հետ, նույնը ստեղ եղավ։ Ուրեմն այնքան սիրեց, կարաս 5-ից շարունակես Թագուհի ջան, որտեղ չէ 16 տիկարտա։ 37 5-րդ համար։ Հովսեփ երազը տեսավ ու իր եղբայրներուն պատմեց, անոնք ավելի ատեցին Զանիկա։ Հովսեփը սավանց կաղաչեմ ձեզի մտի գրեք այս տեսած երազս, ահա մենք դաշտին մեջ որաներ կկապեինք, ին որաս ելավ ու շիտա կանգնեցավ ու ձեր որաները բոլորտի կկանգնեցան ու ին որայից երկրպագություն ըրին։ Անոր եղբայրները ասին անոր, իրավցնե մեր վրա պիտի թագավորես կամ իրավցնե մեր վրա պիտի տիրես։ Անոր երազներուն ու խոսքերուն համար ավելի ատեցին Զանիկա։ Ուրիշ երազն տեսավ ու Զանիկա եղբայրը պատմեց ու սա, ահա երազն տեսա, ահա արևն ու լուսինը եւ 11 աստղեր ինձ երկրպագություն ըրին։ Երբ իր հորը ու իր եղբայրներուն պատմեց, հայրը հանդիմանեց Զանիկա ու սավ անոր։ Ինչ է այս քո տեսած երազդ, միթե ես ու քո մայրդ եւ քո եղբայրներդ իրավցնե, պիտի գան, մինչեւ գետին քեզի խոնարհություն նելու։
եղբայրները նախանձեցան անոր, բայց իր հայրը իր միտքը պայեց այս խոսքերը։ Ուրեմն պատճառը այդ ատելության մենակ այդքան հասարակ չէր, որ Հակոբ ավելի շատ էր սիրում, եւ նույնիսկ այնքան շատ սիրեց, որ շատ հատուկ զգեստ նվիրեց իրեն, որ այն ժամանակ արքայազներն էին հապում։ Այսինքն այնքան տարբերություն դրեց եւ հատկապես այդ զգեստի վրա ջղայնացան եղբայրները։ Եվ սկսեցին ատել եւ մանավանդ այս երազներից հետո Աստված մարգարեական երազներ տալի Հովսեփին։ Հովսեփն էլ միամիտ պատանի, միգուցե չի նկատում, ինքը այնքան շատ էր սիրում իր եղբայրներին, բայց Հովսեփի ինքը Հովսեփի մեջ պատճառ չկար, որ ատեին իրան։ Ատելությունը գալիս էր հոր կողմնապահությունից։ Ուրեմն զգուշ ելնենք, երբ որ մենք կողմնապահ ենք ելնում մեր զավակների մեջ, ինչ է տեղ ունենում, թշնամի ենք սարքում իրար մեր զավակներին, որտեղ մեր ամեն մի զավակը հավասար սիրո իրավունք ունի մեզանից։ Եվ ուրեմն այս երազները ճիշտ էին, բայց քանի որ իրանք արդեն չէին սիրում Հովսեփին, միգուցե եթե պայմանները տարբեր լիներ, կարող է եւ ուշադրություն դարձնեին, լսեին, ընդունեին, բայց քանի որ այդ տարբերությունը կար, եւ քանի որ Հովսեփն էլ իրանցից տարբեր էր, ազնիվ էր շատ, իսկ իրանք անազնվություն էին անում, ինչ ձևով էին անազնվություն անում, այդ ոչխարները, որ իրանք պահում էին, հերերյանց վստահել էր, մորթում էին, ուտում էին կամ ծախում էին, ասում էին գայլնակեր է, այսինքն որը խաբում էին։ Եվ Հովսեփ իրանց խնդրում էր, ասում էր մի արեք այդպես, մի խաբեք ձեր հորը։ Բայց իրանք այդ ազնվության համար էլ իրան ատում էին։ Եվ տեսեք ավելի ատելությամբ լցվեցին, երբ որ այդ երազները տեսա, որտեղ սրանք մարգարեական երազներ էր, որ հետո կատարվելու էին։ Բայց ինքը Հովսեփը անմեղ էր։ Ուրեմն էլի կրկնենք այս դասը, որ մտնի մեր մեջ, որ մենք մեզանից է կախված ինչ ձևի հարաբերություններ կրնի մեր երեխաների մեջ։ Մեր դաստիարակությունից է կախված ինչ ձև ենք մենք դաստիարակում։ Արդյոք իրանց դաստիարակում ենք, որ իրանք սիրեն իրար, թե մեկին ավելի շատ ենք նվեր տալի, մյուսին ավելի քիչ, որտեղ այս մեկը ավելի լսող չի։ Տեսեք այդ առակի մեջի հայրը հավասար սիրեց իր երեխեքին, նույնիսկ այդ տղեն, որ լավը չէր, ուզեց, գնաց, վատնեց, բայց եկավ էլի ընդունեց հայրը։ Այսինքն մենք էլ պիտի տենց ծնող լինենք, կողմնապահություն չանենք։ Եվ այդ կողմնապահության հետևանքը ինչ եղավ, Ծննդոց 37 գլխի 12-ից 36-ը շատ երկար է, ես ես պատմեմ, ուրեմն մի օր իրանք էլի տանում են անասունները արածացնելու եւ ուշանում են, շատ են ուշանում։ Հակոբը լուր չի ունենում եւ Հովսեփին կանչմասման խնդրում եմ Հովսեփ գնա քթի իրանց տես իրոք լավ վիճակում է, որտեղ իրանք Սյուքեմին մոտիկ էին եւ Հակոբը հիշում է թե Սյուքեմիցիների գլխին ինչ արեցին իրանց, մտածում էր որ կարող է հանգարց հարցակված լինել եւ վնասված լինել իրանց եւ Հովսեփը սրտադրող, որտեղ շատ էր սիրում եղբայրներին, ինքն էլ էր անհանգիստ եւ ինքը երբ որ լուր էր հասցնում հորը, որ տղաները սխալ են վարվում, ոչ թե նրա համար որ ուզում էր վատություն անել իրանց, այլ որտեղ իրան չի լսում, մտածում էր որ հերը հեղինակությունն է իրանց մոտ եւ հորը կլսեն։ Այդ էր պատճառը, այդքան բան, ոչ թե որ հերը վատ ձևով նայի իր այդ մյուս երեխեքին։ Գնում է տեսնում է չկան, ավելի երկար է գնում, արդեն ոտերը ցավում է, բայց ինքը չի ուզում կանգ առնի եւ մի մարդ ասում է որտեղ է իրան։ Ինքը գնում է, գտնում է ուրախ վազում է իրանց մոտ, բայց չարը արդեն իր գործը արել էր եղբայրների սրտում եւ իրանք փոխանակ ուրախությամբ ընդունեն, ասեն շնորհակալ ենք որ անհանգստանում եք, ուզում եք իմանալ ոնց է, ինչ արեցին։ Վերցրեցին իրան, այդ սիրուն զգեստը իրա պատրեցին, մանավանդ այդ զգեստի վրա են ջղայնացած եւ գցեցին փոստը։
որպեսզի հետո մտածեն, թե ինչ անեն, իրաց մտադրություններ սպանեին, բայց Ռուբենը մեծ տղեն չթողեց, որտեղ գիտեր, որ վրա այդ ոնց կազդի, որ իր սիրելին սպանեն, եւ ասեց եկեք գցենք այս փոսը, որ արյուն չթափենք։ Եվ իրանք սկսեցին հաց ուտել, բայց հաց ուտելու ժամանակ դե ոչ բոլորն էին այդքան անխիղճ, որոշները ոնց էս խիղճ աշխատել, եւ երբ որ հետո մանավանդ Հուդան, այսինքն Ռուբենը միտք ուներ, որ հետո այդ փոսից գա հանի եւ տանի հորը հանձնի, բայց ինքը որպեսզի չտեսնի այդ ամեն ինչը կողք գնաց։ Տեսեք, ստեղ ինչքան կարևոր է, դու կարող ես համաձայն չլինես մարդկանց հետ, բայց փոխանակ դու պայքարես, ինքը մեծ աղբերն էր, ամենամեծն է Ռուբենը, եւ կարող ասել, գիտեք, դուք սխալ եք անում։ Էսի մեր աղբերն է, պետք չի սենց վարվենք իր հետ։ Բայց ինքը փոխանակ վախեցավ դեր գնալ իրանց։ Վախեցավ, որ իրան էլ կսկսեն բանանել։ Եվ ինքը թողեց կողք գնաց։ Կարող է նրանք շատ էին դրա համար, ի վերջո։ Հա, բայց մեկը պիտի ինքը կաներ իր աղբոր համար։ Հասկանում ես, դա պերսոնալիթի հարց է։ Մարդ կա, որ կապ չունի ինչքան շատ ադեմը, կապ չունի ինչքան են, ինքը կանգնում է արդարության համար։ Ինքը չկաներ, միտք ուներ, որ հետո ազատի, բայց չկարողացավ։ Բայց այդ մոմենտին պիտի ասեր, որ դուք սխալ եք անում։ Եվ բախտոտ գտնվեց, հասկանում ես, եւ գնաց կողք։ Եվ իր բարի մտադրությունը չիրականացավ։ Տեսեք, դա էլ շատ մեծ դաս է մեր համար։ Պիտի հենց այդ նույն ժամին մենք կանենք ճշմարտության համար, թե չէ հետո կարող է առիթը չհանդիսանալ։ Եւ արդեն Հուդան դրանից հետո, երբ որ քարավան էր անցնում Եգիպտոսից, եւ տեսավ այդ քարավանը եւ ասեց, պիտի Եգիպտոս գնային, եւ ասեց եկեք ավելի լավ այրան ծախենք։ Հետաքրքիր է, չէ՞ էսել։ Այսինքն որը կարող ասել հանձնել, չէ, իրանց աղբերն է, բայց այնքան էին դրամասեր։ Եվ այսինքն այնքան էին կուրացած դրամով եւ չարությամբ, որոշեցին իրանց սեփական եղբորը ծախեն, փող աշխատեն դրա վրա։ Եվ հետաքրքիր որ էլի ստրուկի գիներ 30 այդ ինչ է կոչվում այդ փողը։ Արցախը կա ինչ որ։ Դրամ 30 ասենք դրամ ասենք։ Եվ հետաքրքիր որ սա նույնացում է, չէ, Հուդան 4-րդ աղբերն է իրանց։ Եվ այն Հուդան էր 30 կոպեկով ծախեց։ 20 գդոր արձակի ծախեցին։ 20-ից ծախեցին։ Հովսեփին 20-ով ծախեցին։ երիտասարդ էր, փոքր էր տարիքով, իսկ Հիսուսը մեծ էր։ Ահա, օքեյ, ստրուկի գները տարբեր ըստ տարիքի։ Եվ հետաքրքիր որ իր անունն էր Հուդա։ Եվ այն մյուսի անունն էր Հուդա, որ Հիսուսին ծախեց։ Բայց զարմանալի է, որ Աստված այս չարիքը բարիքի վերածեց, հետագայում մենք ուսումնասիրենք այդ ոնց եղավ։ Եվ ամենակարևորը, որ այս պատմությունը հետո, երբ որ հիմա ուսումնասիրենք, թե հետո ինչ եղավ, այսինքն այդ Հափուկ մեծացած Հովսեփը դարձավ ստրուկ մի օր։ Այդ Հափուկ կյանքից ինքը գնաց վատ կյանքի եւ ինչի Աստված թույլ տվեց։ Ինչի Աստված թույլ տվեց սա։ Ինչի Աստված մեր կյանքում թույլ տալի նման բաներ։ Նույնիսկ Աստված իր հետ էր, բայց վերջիններս ասում միշտ Աստված իր հետ էր, հակառակ որ վատ բաներ պատահեց լավ մարդկանց, բայց ի վերջո Աստծո ծրագրում ինչ որ կար, դա դիպի լիներ, Աստված ծրագիր ուներ փրկության։ Այսինքն հոր սերը, չափազանց սերը փչացրել էր Հափուկ էր Սարգի Հովսեփին եւ մարգարեական հոգին գրում է, որ Աստված ուզում էր նրան իսկական տղամարդ սարքեր այս դժվարությունների միջով անցնելիս։ Եվ Հովսեփը կորած էր իրեն, բայց հետո հիշեց, ոնց հայրը պատմել այդ սանդուղքի մասին, որ ոնց էր ինքը մենակ եւ այդ սանդուղքը երևաց եւ հուսալքված էր, բայց սանդուղքը երևաց եւ Աստված հուսադրեց իրան ու իր հետ եւ ինքն էլ հույսով լցվեց։ Ասեց, եթե ինքը իմ հոր հետ եղավ, ուրեմն ինձ հետ էլ կլինի։ Եվ ինքը որոշեց իրան հանձնեց Աստծուն։ Ասեց, ես ինձ հանձնում եմ քեզ մենակ մի բան եմ խնդրում, որ ամեն հարցում քեզ հավատարիմ մնամ։ Ես հիմա գնում եմ օտար երկիր, որտեղ որ ուրիշ աստվածներ են պաշտում, բայց խնդրում եմ, որ ես մինչև վերջ քեզ հավատարիմ մնամ։ Եվ Աստված իրան օգնեց։ Եվ հետո այս պատմությունը կիսատվում է
Հուդայի մասին պատմությամբ, որ Հուդան առանձնանում է իրանց եղբայրներից եւ ասում է, որ ինքը ամուսնացել էր մի քանանեացի կնոջ հետ եւ իրանից ունեցել էր 3 տղա, Օնան, Օնան եւ Սելոմ։ Եվ նորից մի քանանացի կնոջ է իր ավակ որդուն կնության տալիս եւ Աստվածաշունչը ասում է, ուզում ես այդ համարները, որ համարներն են 30 գլուխ ոչ, բայց այդ համարը ասում է, որ չարություն գործեց Աստծո առաջ այդ առաջնեկը Էրը եւ Աստված եւ մահացավ։ Աստված թույլ տվեց, որ ինքը մահանա, որտեղ չար էր իրագործել Աստծո առջև եւ ըստ հրեական օրենքի Թամարը ամուսնացին երկրորդ տղայի հետ, որովհետեւ ըստ եբրայական օրենքի եթե առաջին եղբայրը մեղնում էր եւ որդի չուներ, հետնորդ չուներ, պիտի երկրորդը ամուսնանար եւ առաջնեկը, որ պիտի ունենար երկրորդը, կոչվում էր մեծ եղբոր անունով, այսինքն մեծ եղբոր որդին էր համարվում։ Եվ ուրեմն այս երկրորդն էր երևի չէր ուզում այդ բանը, որ կատարվեց երկրորդ տղան։ Եվ ինադու ունեց էր անում, որ այս կինը չհրյանա Թամարը։ Եվ Աստված տեսավ, որ էդի չարություն էր, որ այս տղեն գործում էր, այսինքն նախանձ էր, չէր ուզում իր մեռած աղբերը սերունդ ունենա։ Եվ այս երկրորդ որդին էլ մահացավ, Հուդան վախեցավ, որ երրորդն կմահանա, մտածեց պրոբլեմը Թամարի մեջ է, եւ Թամարին խաբեց, ասեց գնա այս երրորդը երբ որ մեծանա, ես քեզ կնության կվերցնեմ, բայց երրորդը կնության կտամ այս երրորդին։ Բայց երրորդը մեծացավ, ինքը ոչինչ բան չարեց, որտեղ վախենում էր, որ հանկարծ այս երրորդն էլ կմահանա։ Եվ հետո իր կինն էլ մահացավ, եւ ինքը որպեսի մխիթարվի, գնաց ցախ, ասենց ասենք, եւ Թամարն էլ համարում էր անարդարացի, ոնց էր իր հետ վարվել եւ անբարոյական կնոջ շորեր հակավ եւ գնաց կանեց, Հուդան չճանաչեց, որ իր հարցն է։ Գնաց հետը քնեց եւ քանի որ փող չէր վերցրել հետը, որ կարանարտարեց կնոջը, ասեց ես գնամ քո համար ուր կուղարկեմ, այս քո սերվիսի համար, այսպես ասած։ Եվ այս ինքը ասեց օքեյ, բայց որպես հավաստիկ, որ ես ունենամ դու եք քայլը կանես, իմ մոտ թող քո ինչ են ասում կնիքը, գավազանը եւ երրորդ ինչ որ բաներ, այսինքն երեք ինչ թողեց իր մոտ որպես հրավական, որ հետո ինքը հետուլով ուղարկի։ Ուրեմն հետո ինչ տեղ ունեցավ, երբ որ ժամանակ անցավ եւ Թամարը հրիացավ իր կեսրարից եւ ասեցին Հուդային, որ քո հարցը շնություն է արել, պիտի իրար քարկոծեք։ Եվ Թամարը ասեց իրան ասեք թող գա, ես ցույց տամ թե ում հետ եմ ես շնություն արել։ Եվ այդ երեք բաները ցույց տվեց իրերը եւ հետաքրքիր է որ Հուդան այնքան խոնարհվել էր, որ ասեց այս անգամ դու ճիշտ էիր Թամար եւ ես եմ սխալը եւ արդեն ինքը կնության առավ Թամարին եւ իրանք զույգ ունեցան։ Հետաքրքիր է որ երկրորդը էլի Հակոբի պես փորձեց առաջինը դուրս գա, նույն պատմությունը եղավ ինչ որ Եսավի ու Հակոբի հետ, բայց ամենազարմանալին այս պատմության մեջ ինչ է, որ շնությունից ծնված երեխան դարձավ Հիսուսի նախահայրը։ Այսինքն երբ որ Հիսուսի այդ նախահայրերի շարքը նայում ես, մեծամասամբ պրոբլեմատիկ մարդիկ են, այսինքն մեր կարծիքով մենք բոլորս էլ պրոբլեմատիկ ենք, բայց որոշ պրոբլեմներ ավելի մեծ են Թամարում, եւ սրանց մեջ այս Թամարը առաջինն էր, հետո ով է գալի Ռահաբը, որ նույնպես ֆորմիկ էր, եւ Հռութը, որ ուղղակի հեթանոս էր, ոչ թե հրեա էր։ Ուղղակի սրանց հավատքը, Թամարի հավատքը։ Եվ հրեայի կինը։ Թամար այնքան հավատք ուներ իր այս դոր տեսակ կրոնական ոնց որ ասած ընտանիքի համար, որ անպայման ուզում է դրանց երեխա ունենալ։ Աստված ընտրեց, թե Հիսուսի
սերունդը, այսինքն Հիսուսի նախահայրերը ով լինեն եւ նախամայրերը ասեց ասենք։ Աստեղ ինձ ներողություն, աստեղ ինձ արծ մը գծակեցնե շատ հետաքրքիր բան որ երբ որ ուտան գսետ համարին որ ինչ գրավ դամքեզի ուտան իրեն գնիքը բուդա վստահելով որ այսօր գնիք կնշանակե signature եւ բուդա ժաբավենը ես երկին կավազանը մեծ վստահություն ունեցավ ուտա այդ կնգան հետ որ վարգեցավ Զարմանալի է ինձ ուտային վես մեկը իր բոլոր գնիքը որ գգնկե իր իրավունքը լման at գնգան դվա ժապավենով միասին այսինքն մեմը մտածեցն ասանք թե իմակու աշխարհի մեջ եղած Աստծո կորձը լավի է թե ոչ ով իրեն գնիկ ուրիշին գուտա ինչպես չեկբուկդ մեգումը դաս չես գնար այսինքն տրամաբանագը իրեն գուտաս որ եթե ինք երդա գնիկով եթե գուզեպամ մարներ ամեն բան գրնա առնել այսինքն at վստահություն ես զարմանամ ուտային աճապ վստահություն Աստծո կորձն է համարի համար որ այսօր մարդիկ որ երտան փոստություն գնեն աճապ իրեն չեկբուկ չեն դարակում գնիկը driver license չեստեր լինեն դակրկիր է այսինքն աճապ սիրեր է բայց թե ուզում եմ ցույց տա թե ինչ հզոր ուժ է Աստծո շնորհքը ոնց է ինքը մեղավոր մարդկանց դարձի բերում եւ ով որ հասկանում է դա փոխվում է ասում են կարմիր փով իրակաշին չի փոխի չէ բայց Աստված կարողանում է երբ որ մենք հասկանում ենք որ մենք մեղավոր ենք ամեն մեկը տարբեր մեղքեր ունի տարբեր սխալներ ունի երբ որ մենք հասկանում ենք եւ սրտանց ենք ներողություն խնդրում այդ ժամանակ արդեն մենք շնորհք ենք ստանում եւ փոխվում ենք մենք զարմանալի է տեղ ունենում կարմիրով իրակաշին փոխում է այսինքն երբեք չպիտի հուսահատվենք որտեղ մենք ունենք զորավոր Աստված որ զորավոր շնորհք ունի մեր համար եւ Հովսեփը ինչ ծևից դուք եղավ էլի ստեղ շատ երկարահամարները երևի 7-ից 12-ը միայն կարդա 39-7-ից 12 Ուրեմն ասենք, որ երբ որ իրան տարան Եգիպտոս, պետապրեսը դահճապետն էր փարավոնի, ինքը դնեց իրան որպես ստրուկ եւ տարավ իր ատուն եւ տեսավ, որ այս երեխեն շատ խելացի է, որտեղ Հակոբը իրան սովորացրել էր հաշվեր, գրեր, կարդալ, տվել էր սովորելու եւ տեսավ եւ ինքն էլ ներդրեց, պետապրեսն էլ իրան համար վարձեց ուսուցիչներ, տեսավ շնորհքով երեխայա Եվ ավելի գրագետ սարքեց և մենեջեր դրեց իր ամբողջ տան վրա։ Եվ այնքան էր վստահում, որ ասում ամեն ինչ հանձնեց իրան, ամեն ինչ, էլ չէր էլ հետաքրքրվում իր տան ոչ մի բանում, այնքան ազնիվ էր Հովսեփը։ Բայց Սատանան տեսնելով այս հաջողությունը Հովսեփի, էլի որոգայթ հալարում, ոնց որ ասած Սատանայի ագենտի միջոցով, որ այս դեպքում ով է պետապրեսի կինն Եվ ինչ արեց պետապրեսիկինը 7-րդ համարից կարդա։ Սա աչ տանգեց վրա, որպես իր հայտ պարտի, Հովսեփեն փախավ իր ձեռքից։ Այս անգամ ինքը փոխանակ հետ կանգնել իր ուզած բանից Հովսեփի վրա գցեց մուրը, հա։ Այո, այսինքն սիրուն պատանի էր Հովսեփը եւ այս կինը Քանի որ Աստված միշտ Հովսեփի հետ էր, ամենտեղ ասում է, Տերը Հովսեփի հետ էր, անիկը հաջողակ էր, ու հիմա այս պարագայում էլ ինքը ասում է, թե Աստծո դեմ ինչպես մեղանչեմ, սա է կարևորը։ Եվ ինքը չմեղանչեց Աստծո առջև, իսկ այդ կինը, քանի որ բանը մեջտեղ դիհերներ, ասեց ինքը իմ վրա հարձակվեց։ Հանցանքը գցեց Հովսեփի վրա, բռնեցին Հովսեփին, տրեցին բանտը։ Վարմունքը Այդ վարմունքը, որ նայում ենք Հովսեփ, այսօր եթե համեմատենք, այսօրվա երիտասարդների վարմունքի, որ եթե կարդանք, ասեն էշ է Հովսեփը։ Իր համար թող վայել էր, համեն։ Բայց տեսնում ես, որ երբ որ Աստծո հետ ես քայլում, դու ավելի հեռուն ես տեսնում, ավելի հեռուն ես կարող հասկանալ։ Այսինքն հետո է երևում հետևանքները։ Ոչ թե վարկյանը։ Եթե ինքը սատանային տրվեր եւ այդ քայլը աներ, ինքը խայտարակ էր լինելու 100%, որտեղ անպայման էդի դուրս է գալու։ Եվ ինքը ինչ պատասխանեց, ասեց չեմ կարա Աստծո եւ իմ տիրոջ դեմ։
ասեց իմ տերը, այսինքն պետապրեսը, ամեն ինչ էս տանը մեջ հանձնել այս բացի քեզանից։ Եվ այս կինը, գիտեք պետապրեսը հավատաց, որ դրեց բանտը Հովսեփին, չէ։ Եթե հավատար, այն ժամանակավորենքով Եգիպտեսում դիվերցներ, մահապատիժ էր։ Բայց ինքը դրեց, այնց բան դրեց, որտեղ հասարակ բանտարկյալներ չէին, հասարակ կրիմինալներ չէին, բարձր խավի մարդիկ էին նստում։ Եվ ինչ եղավ բանտում Հովսեփի հետ։ Ինքը էլի հուսահատեց, ասեց, բայ Աստված, ես այսքան հավատարիմ եմ, ես ինչ եկավ իմ գլխին, բա դու գրես, բա ես ինչ եղավ, ես ես լավ մարդ եմ, այդպես ասեց, չէ։ Ինքը նորից իր ուժերը հավաքեց Աստծո շնորհքով եւ սկսեց այս անգամ բանտում ծառայություն անել, մարդկանց օգնել, բարություն անել, եւ բանտապետը նկատեց, որ այս տղերների շնորհալի է եւ շատ կրթված է, եւ իրան դրեց բանտի մենեջեր։ Ինչքան մեծ դաս է մեր համար։ Տեսեք մոտեցումը մարդու, մարդը կարա լրիվ հուսահատվի եւ հուսահատության մեջ լուր նստի բանտում եւ ամբողջ օրը կոծավ, այս ինչ անարդարություն է, այս ինչ եղավ իմ հետ։ Բայց մարդ, որ գործնական է եւ հավատ ունի գործնական, ինչ է, կոծելու տեղը, մտածում է ես ինչ կարամ անեմ Աստծո համար։ Այսինքն մի հատ խոսք ասում է, բարի մարդը ազատ է նույնիսկ եթե բանտում է։ Բայց չար մարդը բանտում է, եթե նույնիսկ թագավոր է։ Այսինքն մեր ազատությունը կախված չի մեր շրջապատից, մեր ազատությունը մեր ներքին ազատությունն է։ Դուրսն արգապված է, պանդեն դուրսն արգապված է անհավատը։ Այո, եւ հետո ինչ է տեղի ունենում, մի օր այդ բանը գալիս նստում են փարավոնի երկու ծառաները, որը մեկը հաց էր թխում փարավոնի համար, մյուսը դինի էր սարքում եւ մատուցում, եւ ուրեմն փարավոնի վրա եղել էր մահվան փորձ, մահափորձ, եւ չգիտեի սրանցից որ մեկն է այդ թունավորողը, եւ երկուսին էլ բռնել էին մինչեւ քննություն էին անում, որ բարձրացի թե որ մեկն է եղել։ Եվ քանի սրան բանտում նստած էին, մի օր Հովսեփ իրաց ծառայում էր եւ մի օր տեսավ որ շատ տխուր են, ասեց ինչ է եղել եւ ասին երկուսը տարօրինակ երազել այդպես եւ ասեց մի մտածեք, պատմեք ձեր երազները, Աստված մեկնություն կտա։ Եվ իրանք պատմեցին եւ ըստ այդ երազների Հովսեփը ասեց, որ դու մահապատիժ ես ստանալու, իսկ դու արդարացվելու ես։ Եվ իրոք այդպես էլ եղավ, գինու մատրվակ արդարացավ, քննությունը գտել էր, որ հաստուխն էր մեղավորը, եւ նրան սպանեցին, սրան արդարացրին։ Բայց բանտից դուրս գալուց առաջ Հովսեփ իրան խնդրեց, ասեց խնդրում եմ, իմ համար հիշի, փարավոնին ասա, որ ես անմեղ եմ եւ ինձ այս բանտից հանեք։ Բայց չհիշեց, մատրվակը չհիշեց եւ 2 տարի անցավ, արդեն ստիպված էր հիշելու, որովհետեւ փարավոնը երազներ տեսավ տարօրինակ եւ կանչեց իր մոտ իր այդ մոգերեն ով են, իր գիտնականներին եւ խնդրեց, որ ասեն, թե ինչ է նշանակում, սրանք էլ չէին կարող ասել։ Եվ նոր այս մատրվակը հիշեց, ասեց կա մեկը, որ կարա ասի։ Եվ ուրեմն միանգամից դուրս կանչեցին Հովսեփին բանտից եւ կանեց առաջը եւ փարավոնը ասեց լսել եմ որ դու կարաս երազներ մեկնես եւ ինչ պատասխանեց Երկնքում Աստված կա։ Հովսեփ, այո, ասում եմ ոչ թե ես, այլ երկնքում բնակվող Աստվածը, որ մեկնություն կտա այդ քո երազներին։ Եվ ճիշտ մեկնում է այս երազները, այսինքն փարավոնը երազ էր տեսել, որ 7 հատ չաղ կովեր էին եւ 7 նիհար կովեր, եւ այս նիհար կովերը ուր տվեցին այս չաղ կովերին։ Երկրորդ երազը նույն ձև էր 7 հատ լիքը հաց եւ 7 հատ չորացած, բայց այս չորացած հասկերը կում տվեցին լիքը հասկերին եւ Աստված մեկնությունը տվեց Հովսեփին։ Հովսեփը ասեց, գիտեք, այս առաջիկա 7 տարին շատ պատվատու տարի ա լինելու, շատ արգասաբեր, բայց դրանից հետո 7 տարի ա գալու, որ երաշտ ա լինելու։ Եվ փարավոնին նույնիսկ ասեց, թե ինչ անել։ Ասեց դուք բաներ սարքեք, պահեստներ սարքեք, հացահայտ կեղևը կողք դրեք, որտեղ շատ առատ ա լինելու, կողք դրեք, փակեք ամբարներում, հետո երբ որ այդ սովի տարիները կան, բացեք այդ ամբարները
եւ մարդկանց կշտացրեք։ Եվ փարավոնը լսում է, մենակ ասում է մեկի նշնակ է։ Փարավոնը որ տեսնում է այս տղան այսքան խելացի է, ասում է քեզնից լավ բանը կանդիդատ ոնց որ այս գործի համար։ Եվ նշանակում է Հովսեփին։ Մի օրում Հովսեփը դառավ փարավոնի երկրորդ։ Հետաքրքիր է նաև որ երբ որ ինքը ստեղ ասում է որ ոչ թե ես, այլ Աստված փարավոնին պիտի տա նպաստավոր պատասխանն է, այսինքն տալիս է կռապաշտ թագավորին այս պատասխանը, հետո վերջում երբ որ փարավոնին ասում է գնանք գտնել ասորպես մեկը, որի ներսին Աստծո հոգին ունենա, արդեն փարավոնը սկսեց հավատալ, որ իրավ տարբեր Աստված կա այս տղայի համար, տղայի մեջ, որովհետև Աստված այս ամենը քեզի գիծուց, քանզի այս հանճարեղ ու մաստուն քեզի պես հանճարեղ ու մաստուն չկա։ Եվ իր գործը տվեց։ Այսինքն հասկացա, որ այս տղայի հանճարեղությունը կապ ունի այդ Աստծո հետ, որ ինքը երկրպագման նոր եղավ Դանիելի հետ, չէ՞։ Դանիելի միջոցով դարձել կապ ամենահզոր թագավորներից մեկը Նաբուկոդոնոսորը։ Այս փարավոնի մասին մենք չգիտենք, բայց ուրեմն եւ դնում է, այսինքն հետևանքները ինչ եղավ։ Հավատարիմ մնաց Հովսեփը եւ ինչ եղավ։ Հարավորվեց ինքը։ Այո։ Իսկ եթե ինքը ընտրեր հակառակը, սատանան խափում ասում, ասենց արա ու լավ կլինի։ Ինքը հաստատ խայտարակել լինելու եւ այդ ամբողջը ջուրներ գնալու եւ ինքը խայտարակելու էր Աստծո անունը եւ ինքը չէր կարա ճշմարիտ վկա լինել Աստծո համար։ Վերջում կարդանք Մարգարեթյան հոգուց երիտասարդ տարիքում ասում վաղ տարիքից Հովսեփին սովորեցրել էին սիրել Աստծուն եւ երկյուղել նրանից։ Հաճախ իր հոր վրանում Սիրիայի աստղերի տակ նրան պատմում էին Բեթելի գիշերային տեսիլքի երկնքից մինչև երկիր իջնող սանդուղքի, ինչպես նաև իջնող ու բարձրացող հրեշտակների պատմությունը եւ նրա պատմությունը, ով իր գահից իրեն հայտնեց Հակոբին։ Նրան պատմել էին Հակոբի մոտ տեղի ունեցած կոնֆլիկտի պատմությունը, երկրաժարվելով մեղքից Հակոբը կանգնեց որպես հաղթանակող եւ ստացավ Աստծո արքայազնի տիտղոսը։ Երիտասարդ տարիքում իր հոր ոտեր արածածներից Հովսեփի մաքուր ու պարզ կյանքը նպաստում էր նրա ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր ուժերի զարգացմանը։ Բնություն ուսումնասիրելու միջոցով շփվելով Աստծո հետ ու հորից որդուն փոխանցվող մեծագույն ճշմարտությունները սովորելով, նա ձեռք բերեց մտքի ամրություն ու սկզբունքների անդրդվելություն։ Այսինքն ինչքան էլ ցանկություն ունենաս Աստծուն փառավորելու, շատ կարևոր է, թե դու ինչ վիճակում ես գտնվում, թե ֆիզիկական, թե մտավոր, թե հոգեկան։ Իր կյանքի ճգնաժամին Քանանի իր մանկության տնից դեպի Եգիպտոսի գերություն այդ սարսափելի ճամփորդությունը կատարելիս վերջին անգամ հայացք նետելով այն բլուրների վրա, որտեղ սփռված էին իր ընտանիքի վրանները, Հովսեփը հիշեց իր հոր Աստծուն, նա հիշեց իր մանկության տարիների դասերը եւ նրա սիրտը թրթռաց հավատարիմ մնալու իր վճռականությունից։ Նա կամեցավ մշտապես վարվել այնպես, ինչպես հարիր է երկնքի թագավորի հպատակին։ Ամեն Աստված սա որ մենք հետևենք Հովսեփի օրինակին։ Մենք ոչ մի դժվարությունից չհուսահատվենք, այլ Հովսեփի պես ամրապնդվենք եւ վճռենք, որ մինչեւ վերջ հավատալ։ Մենք կարող է չհասկանանք այդ մոմենտին, թե ինչի է կատարվում այդ անարդարությունը մեր հետ, բայց մենք մինչեւ վերջ պիտի հավատալ մնանք Աստծուն եւ ազնիվ ինչպես Հովսեփը։ Թող Աստված մեզ օրհնի։ Ամեն։ Ամեն։